Այս աղջկան գտել են կոտրված ձեռքերով, կոտրված ոտքերով, կոտրված ողնաշարով, մարմնին անասելի հետքեր ու էլի այլ մանրամասներ, որոնց մասին ես ինքս խորշում եմ բարձրաձայնել։ Խոսքը Մարիա Կավալչուկի մասին է, որի պատմությամբ էլ առավել հայտնի դարձան Դուբայում անցկացվող, այսպես ասած, փորթո փարթիները, որտեղ մարդկանց հետ անում է զզվելի ու նողկալի բաներ, մինչև անգամ կերակրելը։ 20-ամյա Մարիա Կավալչուկը սոցցանցերում ներկայանում է որպես մոդել, ով բավականին հաջողակ կյանք եւ կարիերա ունի Դուբայում, ազգությամբ ինքը ուկրաինուհի է։ Այս մարտի 11-ին Մարիան պետք է մեկներ Թայլանդ հանգստի, սակայն ինքը այդպես էլ չի մեկնում, այր անհանգստանում է, աղմուկ է բարձրացնում, սկսում են որոնողական աշխատանքներ։ Մարիային վերնշված կարգավիճակով 8 օր անց գտնում են Դուբայի մայրուղիներից մեկի վրա անգիտակից։ Պաշտոնական վարկածն ասում է, որ աղջիկը բարձրահարկից ընկել է, դժբախտ պատահար է, սակայն Մարիան արթնանալով բոլորովին այլ բան է պատմել, խոսելով նաև այդ փարթիների մասին, հայտնելով սարսափելի մանրամասներ, թե ինչ են անում մարդկանց հետ այդ փարթիների ժամանակ։ Եթե ձեզ երբևէ կառաջարկեն աշխատել օրինակ մոդել արտերկրում, մասնավորապես Դուբայում, կասկածելի հասնող անհավանական պայմաններով, լիքը խոստումներ, լիքը փող, անգամ մեծ կանխավճար, դուք ուղղակի երկմտեք այդ առաջարկի վրա։ Զրուցեք բանիմաց մարդկանց հետ, ստուգեք հնարավոր բոլոր տարբերակներով, մի տրամադրեք ձեր կարևոր փաստաթղթեր պահելու կամ չգիտեմ ինչ որ գործարք անելու առանց ձեր ներկայության։ Գուցե գայթակղիչ առաջարկ է ամբողջ օր անցկացնել լողափին, ոչինչ չանել, բայց լիքը փող աշխատել։ Բայց հիշեք, որ թրաֆիքինգի պատմությունները հիմնականում սկսվում են նման ծուղակներով։ Ներկայում 30 միլիոն մարդ գտնվում է, այսպես ասած, ժամանակակից ստրկության մեջ, որի եսից ավելին սեռական շահագործման նպատակով։ Զոհերի մոտ 70%-ը, եթե ոչ ավելին, կանայք են եւ աղջիկներ։ Սեռական թրաֆիքինգի զոհերի 25%-ը անչափահասներ են։